Ողջույն հարգելի հետևորդներ, այսօր կպարզաբանենք, թե հատկապես ինչով է օգտակար սխտորը։ Սխտորը համարվում է աշխարհի ամենահին դեղամիջոցը։ Այն օգտագործվել է բուժական նպատակներով գրեթե 5000 տարի։ Օժտված լինելով բազմաթիվ բուժիչ հատկություններով, սխտորը համարվում է բնական դեղագիտության ամենաարդյունավետ բույսերից մեկը։ Հիվանդությունների ցանկը, որոնց դեմ սխտորը արդյունավետ է, շատ երկար է։ Բզուկներ, արթրիտ, ասթմա, բրոնխիտ, կապույտ հազ, լուծ, հիպերտոնիա, երիկամային անբավարարություն, ադամի ցավ, աղիքային մակաբույծներ, միջատների խայտոցներ, մարսողական խնդիրներ, տուբերկուլոզ, գորդնուկներ և այլն։ Սխտորը օգտագործվում է տարբեր ձևերով՝ թարմ, աղացած, չորացած վիճակում, սխտորի յուղի տեսքով և վերջին տարիներին նաև դեղահաբերի և պառկուճների տեսքով։ Այն պարունակում է A1, B1, B2, B6, C, K և E վիտամիններ, ինչպես նաև բնական հակաբիոտիկներ, արյունը նոսրացնող միջոցներ, խոլեստերինի մակարդակը իջեցնող միացություններ։ Բացի դրանից, սխտորը ոչնչացնում է աղիներում առկա հիվանդագին մանրէները, առանց վնասելու աղիքային միկրոֆլորան։ Այն իջեցնում է խոլեստերինի մակարդակը։ Խոլեստերինը ճարպային նյութ է, որը նստվածք է տալիս զարկերակների պատերին և հաճախ առաջացնում է սրտանոթային հիվանդություններ։ Սխտորը իջեցնում է արյան ճնշումը, և այս հատկությունը բացատրվում է նրանով, որ այն լայնացնում է արյան անոթները, մաքրելով անոթների պատերին կուտակված ճարպը։ Այն գերազանցում է ավանդական հակաբիոտիկներին որոշակի մանրէների դեմ պայքարում և նաև ուժեղացնում է օրգանիզմը, որպեսզի դիմակայի վիրուսային վարակների դեմ, մասնավորապես ցուրտ եղանակին առաջացողների, ինչպիսիք են մրսածությունը, դողը, գրիպը, սինուզիտը և բրոնխիտը։ Այն օգնում է նաև սնգային վարակների դեպքում, այդ թվում ոտքերի սնգային վարակների բուժման դեպքում։ Սխտորը օգտագործվում է տարբեր ձևերով բազմաթիվ հիվանդությունների դեմ պայքարելու և կանխելու համար։ Միջազգային ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օրական մեկ բջիջ սխտորի կանոնավոր օգտագործումը կկրճատի ստամոքսի և աղիքային քաղցկեղի առաջացման ռիսկը։ Հազի և բրոնխիտի դեպքում խորհուրդ եմ տալիս պատրաստեք օշարակ և ընդունեք 1 թեյի գդալ օրական 2-3 անգամ։ Օշարակը պատրաստելու համար վերցնում ենք կես լիտր կեռացրած ջուր, 1 գլուխ մաքրած ճզմած սխտոր, 10 ժամ թողնում ենք տարայի մեջ թրմվելու համար։ Ավելացնում ենք այնքան մեղր, որ ստանանք օշարակի խտությունը։ Մրսածությունից խուսափելու համար օրական ուտել 1 բջիջ սխտոր, ճզմված և խառնած 2 թեյի գդալ սիտապտղի յուղի հետ։ Կարելի է նաև փոխարինել օրական 3 սխտորի պարկուճ խմելով։ Այսպիսով ամբողջ ձմեռ դուք կմնաք առողջ։ Սխտորի կանոնավոր ընդունումը կիջեցնի արյան բարձր ճնշումը, կօգնի ֆարինգիտի և լարինգիտի բուժմանը, մարսողական խանգարումներին և լուծին։ Սխտորը պարունակում է ալիցին ամինաթթուն, որը ունի շատ բուժիչ հատկություն, բայց սխտորի տհաճ հոտը տալիս է հենց նրա ներկայությունը։ Թեկուզ սխտորի տհաճ հոտին իր օգտակարությունը մեր օրգանիզմին այնքան մեծ է, որ խորհուրդ եմ տալիս այն ներգրավել մեր ամենօրյա սննդի մեջ։ Օրինակ, կարող ենք ավելացնել ապուրի մեջ, աղացած մսին, սնկով, բանջարեղենով պատրաստված կերակուրներին, սալատների մեջ։ Սակայն զգուշացնեմ, որ հակաթրոմբոցիտային դեղամիջոցներ ընդունող հիվանդներին խորհուրդ չի տրվում շատ սխտոր օգտագործել, քանի որ այն պարունակում է հակամակարդիչ նյութեր, որոնք կարող են մեծացնել արյունահոսության ռիսկը, երբ համատեղվում են այդ դեղերի հետ։ Սխտորի տհաճ հոտը թուլացնելու համար խորհուրդ է տրվում լվանալ ատամները, բերանի ողողում անել, ծամոն ծամել, կոֆե կամ թեյ խմել։ Շատ է օգնում նաև թարմ մաղադանոց, ռեհան և դարդ ծամելը, բերանում 1 հատիկ մեխակը որոշ ժամանակ պահելը։ Մի խուսափեք սխտորից, քանի որ ավելի կարևոր է առողջությունը։ Չմոռանաք բաժանորդագրվել, հավանել և տարածել, որպեսզի ավելի շատ մարդիկ կարողանան օգտվել այս հրաշալի բնական դեղամիջոցից։
Առողջություն և բարօրություն եմ ցանկանում բոլորին։